Հայ-իրանական գործակցությունը զարգանում է տարբեր ուղղություններով, հատկապես տնտեսական, մասնավորապես էներգետիկ ոլորտում։ Եվ ահա, երեք տեղի ունեցավ կարևոր նախագծերից մեկի՝ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության հիմնարկեքը, որին մասնակցում էին Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները։ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի նախագծման, նյութերի ու սարքավորումների մատակարարման և շինարարության պայմանագիրը Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր և իրանական «Սանիր» ընկերությունների միջև ստորագրվել է 2006 թվականի հուլիսին։ Այսօր արդեն օդային գծի նախագծային աշխատանքներն ավարտված են։ Էլեկտրահաղորդման երրորդ գծի և նորավան ենթակայանի կառուցումը հնարավորություն կտան ավելի քան եռապատկել մեր երկու երկրների էներգոհամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը, այն հասցնելով մինչև 1000 մեգավատի։ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության զարգացման խնդիրները, մասնավորապես էներգետիկայի բնագավառի համատեղ ծրագրերը, մշտապես գտնվել են Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Սարգսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Ահմադինեջադի անմիջական ուշադրության և հովանավորության ներքո։ Մենք նոր դաշտ ենք ստեղծում էներգետիկ ոլորտում հետագա գործակցության համար։ Նոր եզրեր ենք գտնում վերականգնվող և տարանցման էներգետիկայի ոլորտում։ Պետք է նշեմ, որ մեր գործակցության ընդլայնման մեջ կարևոր դերակատարություն ունի իմ հայ գործընկերը։ 400 կիլովոլտ լարման երկշղթա էլեկտրահաղորդման գծի երկարությունը միայն Հայաստանի տարածքում 275 կիլոմետր է։ Այն ձգվում է Իրան-Հայաստան սահմանից մինչև Հրազդանի 5-րդ էներգաբլոկ։ Շինարարությունն իրականացվելու է 18 ամսվա ընթացքում։